The Point-ի հարկերի հետևորդներ, ես Հակոբ Նալբանդն եմ և ձեզ ողջունում եմ։ Այսօր մենք պիտի խոսենք հետաքրքրական թեմայի շուրջ, ինչպես գիտենք, օգոստոսի 8-ին 2025-ի Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ նախնական ստորագրությամբ Հայաստան եւ Ադրբեջան ամերիկյան միջնորդությամբ հուշագիր ստորագրեցին եւ այդպիսով վերջ տրվեցավ երկարաշունչ պատերազմի։ Հուսանք այդ հուշագիրը նախ աստորագրությունը կդառնա աստորագրություն եւ դարաշրջանը կմտնի խաղաղության շրջանի։ Իսկ նույն օրը Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձյալ հուշագիրը ստորագրեցին, որը կփականար 3 կետեր է։ 3 կետերն հիմնական առաջին կետը գիսահաղորդիչներու մասին է։ Գիտեք, գիսահաղորդիչները այդ էլեմենտներն են, որ բոլոր մարդկությունը այսօր այդ գիսահաղորդիչներով է հիմնված է։ Եթե գիսահաղորդիչներ չլինեն, օտարանները չեն տրիր, հեռախոսերը չեն աշխատիր, մեր խոսքով մեր ներվային համագարկի գլխավոր հիմնակարերն են գիսահաղորդիչները։ Իսկ այս բոլորին դեպ սեպտեմբեր ամսուն Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց, որ Nvidia ընկերությունը մուտք է գործելու Հայաստան, հոկտեմբերին դարձյալ Nvidia-ն շեշտեց, երկրորդեց Հայաստանի Հանրապետության հայտարարությունը եւ Nvidia-ն արդեն շուտով մուտք պիտի գործի Հայաստան։ Ես մինչ շատ արագ ձևով խոսեմ Nvidia-ի մասին, Nvidia-ն աշխարհի ամենահսկայական ընկերություններից է արհեստական բանականության հիմքերը, որ արդեն դրած է։ Nvidia-ն 1993-ին հիմնված է նախ խաղերու ոլորտի մեջ է, վերջի 2 տարով զարգացած է եւ արդեն Nvidia-ն սկսած է $40,000 դրամագլուխով եւ այսօր Nvidia-ի շրջանառությունը կազմում է 4 տրիլիոն հսկայական գումար։ Այսպիսի ընկերություն արդեն մուտք պիտի գործի Հայաստան։ Nvidia-ն շատ քիչ երկրներու մեջ է, որ ներդրումներ գնե, օրինակի համար Իսրայելի մեջ ինքը ներդրումներ սկսած է անելու եւ այդտեղ որ Nvidia-ն գերտա այդտեղ աշխատատեղեր կբացվին, բարձր աշխատավարձեր, մենք հիմա դրանց մասին կխոսենք։ Տեսեք, Հանրապետություն գուսակցությունը միշտ խոսած է այս հարցի շուրջ։ Պետք է Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիաներու երկիր։ Իսկ բարձր տեխնոլոգիաները արդեն երկիրի թիմակիցը կփոխեն, միջավայրը կփոխեն, երիտասարդները չեն քաղցեր, բարձր աշխատավարձերով գործերու սկսին իրենց ստարտափերը սկսին ուղիներու հովչի լարտեվի սպյուրք ընդհանրակ ուրիշ երկրներից մարդիկ կան Հայաստան աշխատելու ուզեմ հիշեցնել որ Հանրապետություն գուսակցությունը A5 անունով ծրագիր ունի որու մասին երևի Հանրապետություն գուսակցությունը ապրիլ ամսուն գիտեք համակումար իր պիտի կատարե այդտեղ փակագիզերը կբացվին այստեղ ես հատկապես գուզեմ շեշտել սիրելի երիտասարդներ A5 ծրագիրը իսկապես որ այդպիսի ծրագիր է որ հիմնական գիզագետը դուք եք մեր երկրի աբական ես շատ կխնդրեմ սիրելի երիտասարդներ որ ընդրությունները որ դուք երթակ եւ ցերկվեն օգտագործեք չի կարելի դունն пассив մնալ եւ ապոլիտիկ չի կարելի լար հատկապես մենք գիտենք երկիրը շատ ճակատագրական շրջաններ է գանցնի ցեր խոսքը վճռական է ցեր քվեն վճռական է իսկ եթե գուզեք դուք բարգավաճ զարգացած հարուստ ապահով երկրի մեջ ապրիլ անպայման դուք շլավ հետևեցեք Հանրապետություն գուսակցության նախագահ բարոն Ռամ Սարգսյանի հարցազրույցները դեղ բարոն Ռամ Սարգսյան դողադագերով արդեն գխոսի ահանգի մասին մեր վերլուծողներն ար գխոսին կբատմեն այդ մասին ես շատ կխնդրեմ հարկերի սիրելի երիտասարդներ վերջը երկիրին դերը դուք եք Եթե գուզեք լավ երկրի մեջ ապրիլ անպայման հունիսի 7-ին գնացեք եւ ցայն տվեք հատկապես Հանրապետություն գուսակցությունը այդպիսի երազանք ունի մեր երազն է Հայաստանը դարձնել իսկապես եվրոպական ստանդարտներու համապատասխանող երկիր ապահով երկիր ուժեղ բանակ ուժեղ գիտություն բարձր աշխատավարձեր իսկ այս բոլորը արդեն ներփակված են A5 ծրագրի մեջ ես միշտ գսեմ A5 ծրագիրը 5 աստղանի ծրագիր է եթե մենք A5-ը առաջացված Մեր ժողովուրդը լիազոր է մեծ, A5-ով մենք Հայաստանը դարձնելու ենք 5 աստղանի երկիր, արձոռությամբ եւ ցեր քվենով սիրելի ժողովուրդ, սիրելի երիտասարդներ։ Իսկ ինչ կմնա Nvidia-ի մասին, մի քիչ խոսեմ, Nvidia նախ կնշանակի Nvidia parը, ես կուզեմ մի քիչ փագիզերը բանալ, Nvidia parը լատիներով կնշանակի նախանձ,
Այսինքն իրենք այդպիսի փոքր ընկերությունը այդպիսի հսկա ընկերություն դարձավ, որոնք իսկապես նախանց առաջացուցին բոլոր այդ ընկերություններում շուրջ, որով նույն բնակավարի մեջ էին։ Այ այստեղ են, գիտեք, կարծեք թե ես գուզեմ ասեմ մեր երկրի ճակատագրին գաբել, սիրելի երդասարտներ, այդպիսի երկիր մի դարձնենք մեր երկիրը, որ իսկապես դարաշրջանի մեջ դառնա, իսկապես նախանցելի երկիր, բոլորը ուզեն ապրեն Հայաստանի մեջ, մեր սպիրկի մեջ ապրող քույրերը, եղբայրները, հատկապես երիտասարդ ուժերը, այդքան երկիրը զարգանա տեխնոլոգիապես, տնտեսապես, որքան եւ ապրի մեր փառքավաճ, մեր փոքրիկ վերջին գդորի վրա սիրելի երիտասարդներ։ Իսկ Nvidia-ի կալուստով արդեն Հայաստանի մեջ ինչպես է նոր աշխատատեղեր կբացվին, ուղեղներու հոսք կգտատարի, Հայաստանի բյուջե մեծ գումարներ մուտք կգործեն եւ այդ մեծ գումարներով Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ ծրագրեր կարելի իրականացնել եւ որտեղ որ այսպիսի մեծ ընկերություններ կան անպայման կոռուպցիոն ռիսկերը ոչ թե կնվազին, պետք է զերոյանան, այսպիսի հսկա տեխնոլոգիական ընկերություններ եւ կոռուպցիոն երևույթներ եւ ոչ տապանցիկ արտարադատական համագարկ անհամադեղելի են։ Անոր համար Nvidia-ի կալուստը ոչ թե միայն տեխնոլոգիական է, այլ մեր բոլոր իրավական դաշտը կգարկավորվի, կհստականա, գիտեք, մեր իսկապես արտարության այդ բնակավարի մեջ մենք իսկապես շատ կաղացած է, ներկա իշխանությունները ոնց որ երկու ստացած են, իսկապես ամենավատ բնակավարները մեկն է Հայաստանի Հանրապետության մեջ, որը հաստատություն կառաջացել է ժողովրդի մոտ եւ այսպիսի ընկերությունները որ մուտք կգործեն Հայաստան, անպայման գողքեն ուրիշ բնակավարներ կխտանվին։ Ես դարձյալ կշեշտեմ, դարձյալ կխնդրեմ սիրելի երիտասարդներ, դուք անպայման հետևեցեք Հանրապետություն կուսակցության նախագահի հարցազրույցները, որոնք շատ կարևոր են, այդտեղ ահագին բան կա ցես փոխանցվի եւ այս երկիրը չմոռնաք, այս երկիրի դերը ապական դուք եք լինելու, սիրելի երիտասարդներ։ Այդ առումով դուք միշտ չհեռանաք քաղաքական դաշտեն, ես չեմ ասել քաղաքական գործիքներ դարձեք, բայց յուրաքանչյուր կվե որ գդրվի ապակայի համար է, մեր երեխաներու ապակայի համար է, ծեր ապակայի համար է, ծեր փառքավաճության համար է։ Իսկ Հանրապետություն կուսակցությունը իր ահինգ ծրագիրով իսկապես կսեմ երաշխավորելի է ծեր փայլուն ապական, ծեր երազները, ծեր ապական դուք միան ծեր երկրի մեջ պիտի պատկերացնեք եւ ոչ թե քաղտեք ուրիշ երկրներ։ Ես այսօր հասկան բան կուզեմ փոխանցել ցես սիրելի ծառներ, լավ մնացեք եւ գեցե Հայաստանի Հանրապետությունը։